Նախ երբ որ Հայաստանում խոսում են եկեղեցու դեմ արշավի մասին, ես մի քիչ չեմ պատկերացնում ինչի մասին է խոսքը, ես չեմ տեսնում Հայաստանում որևէ եկեղեցու դեմ արշավ։ Ես ընդհանրապես տեսնում եմ, որ եկեղեցական մի քանի ղեկավարներ, որոնք որ ակտիվորեն սկսել են զբաղվել քաղաքականությամբ եւ սկսել են հարվածնել հասցրել իշխանությանը, ընդհանրապես սկսել են ստանալ պատասխան քաղաքական հարվածներ իրենց քաղաքական ընդդիմադիր, արմատական ընդդիմադիր գործունեությանը, այդքան մի բան, ու սա որևէ կերպ անվանել եկեղեցու դեմ արշավ կամ փորձել սեփական քաղաքական գործունեությունը թաքցնել եկեղեցու հետևում, մեղմ ասած լուրջ չէ։ Սա առաջինը, երկրորդը, այս իրավիճակը ինքը նվեր է ընդդիմության համար, արմատական ընդդիմության համար, այն որ արմատական ընդդիմությունը փորձելու է ամեն հնարավոր միջոցով, ամեն կերպ օգտագործել եւ առավելագույնս ստանալ այս ճգնաժամից եւ փորձել գործիքայնացնել իր ընդդիմադիր պայքարի մեջ եկեղեցին, անկախ նրանից եկեղեցու դեմ պայքար կա թե չէ, հա, բայց փորձել այդ եկեղեցու հանրային գիտակցության մեջ եղած դերակատարությունը, աջակցությունը հնարավորինս օգտագործել սեփական նեղ կեղտոտ քաղաքական շահերի մեջ, դա նույնպես շատ ակնհայտ process է, որի ուրեմն առհավատչան մենք հիմա տեսնում ենք։ Այստեղ ամբողջ հարցը հետևյալն է, արդյոք եկեղեցու ղեկավարները կունենան բավականաչափ իմաստություն գործիք չդառնալու ընդդիմության կողմից վարվող ուրեմն քաղաքական տարբեր նպատակների մեջ։